Շնորհակալություն հարգելի լրագրողներ, այսօր իմ այստեղ գտնվելու հիմնական նպատակը ևս մեկ անգամ աջակցություն ցույց տալու եւ հայտարարելու արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին իրենց նախաձեռնությունում ես համարում եմ, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է մեր հասարակության իդեմս արցախցիների իրավունքների պաշտպանության տեսակետից բարբերաբար մենք հանդիպումներ ենք ունեցել խորհրդի անդամների հետ, քննարկել ենք մանրամասը իրենց կողմից իրականացվող աշխատանքները, նաև տեղյակ եմ, որ իրենք հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ, իդեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ քննարկել են արցախցիների դժվար իրավիճակը եւ դրանց լուծումները, այդ թվում նաեւ ծրագրերի որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունը եւ այսօր խորհուրդը կանգնած է ծանր եւ դժվար որոշում կայացնելու փուլում եւ օրեր անց պետք է իրանք որոշում կայացնեն ինչ ճանապարհով են հետագայում շարժվելու եւ ես քննարկել եմ իրանց հետ տարբերակները եւ նաեւ իմ աջակցությունը հայտնել իրենց Պարոն նախագահ, հանդիպման բաց մասում դուք նշեցիք, որ կառաջարկեք ներկայացուցչության շենքում աշխատանքը էֆեկտիվ կազմակերպելու համար նաեւ այնտեղ շարունակեն, չի ընկալվի դա որպես զիջում։ Որոշումը վերջնական կայացնելու է խորհուրդը որպես աջակցություն ես այդ պատրաստակամությունը հայտնել եմ որպեսզի եթե իրենք կայացնեն որոշում հետագա աշխատանքները գրասենյակային պայմաններում անցկացնելու ունենան նման հնարավորություն։ Իսկ հանրահավաք սպասում է պարոն Շարամանյան։ Դա երևի խորհրդի ղեկավարները նախաձեռնող խումբը կպատասխանի։ Նախորդ անգամ երբ հայերենի կուսակցության ներկայացուցիչներն են այդտեղ, ես հարցրեցի, թե արդյոք արժեք խմբակցություններից երկուսն անդիմադիր խմբակցությունները հանդիպել են այստեղ, ԿՊ-ից չեն եկել, հարցրի արդյոք սպասում են ԿՊ-ականներին եւս այստեղ, իրենք արցախցիները չբացառեցին, ասացին, որ այո, ակնկալիքում են, որ նաեւ ԿՊ-ն գա։ Դուք ինչ դիրքորոշում ունեք այս մասով, ԿՊ-ից պետք է մարդ գա։ Ես չեմ կարող խորհրդի տեղ որոշում կայացնեմ, ինձ թվում է խորհուրդը դրան կպատասխանի եւ իրենք բաց են բոլոր քննարկումների համար։ Դուք առաջադրվելու եք հաջորդ անգամ։ Այս պահին նման որոշում չկա, առաջիկայում մեկ դիրքորոշումը կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից եւ մենք հաշվի ենք առնելու այդ բոլորի կարծիքները եւ Պարոն Շարամանյան, ձեր եւ ըստ համանadrության նախատեսված է մայիսի 21-ից հետո 7-ից 10 օրվա ընթացքում։ Դուք դա սանկցիոն չունեք առաջադրվել։ Ես այս բանի որոշում չունեմ։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել եք։ Ոչ։ Վերջերս։ Ոչ, Իսկ ձեր ներկայացուցիչների միջև հանդիպում եղել է եւ օրինակ գրասենյակ տրամադրելու հարցի շուրջ քննարկում եղել է։ Ում հետ։ Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ, մենք նման հանդիպումներ չենք ունեցել, ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել, սկզբնական շրջանում, այո, ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ հանդիպումներ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ, եւ ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Չէ, խնդիրը նրանում է, որ տարածքի հարց է եղել, ինչով դիմել եք, որից մերժում եք ստացել, որ հասարակական կազմակերպությունները Ոչ, նման բան չի եղել, դա կեղծ է։ Պարոն Շարամանյան, հիմա արցախցիները մտահոգված են սոցիալական խնդրով 40+10 ծրագրի մասին է խոսքը, նրանք ուզում են իմանալ ինչ է նրանց սպասվում։ Հենց այսօր մենք այստեղ ենք գտնվում այն պատճառով, որ մեր ժողովուրդը արցախցիները հայտնվել են շատ ծանր եւ դժվար իրավիճակում։ Այո, այդ աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում, չեն ունեն հնարավորություն այդ բնակարանները վարձել եւ շարունակել մինիմալ պայմաններում ապրել։ Պարոն Շարամանյան, դատացումը ինչպես եք կներես, ինչպես եք դուք տեսնում։ Ինչի համար։ Այս իրավիճակի, այս նախաձեռնության հանգուցալուծումը ինչպեսին պետք է լինի, որպեսզի արցախցիները կարողանան շարունակել ապրել Հայաստանում։
Որոշումները խորհրդի կողմից կկայացվեն, ինձ թվում է դրանք պետք է բխեն մեր ժողովրդի շահերից։ Պարոն Շարամանյան, դատախազությունից եւ քննչական կոմիտեից ձեզ պատասխան տվեցին։ Մենք 2 օր առաջ համապատասխան գրություն ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազին, խնդրելով իմ կողմից ներկայացված նամակին, որը մենք ներկայացրել ենք 23 թվականի նոյեմբերի 7-ին, եւ խնդրել ենք, որ իրենք ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ տեղեկատվական դաշտում ի հայտ եկած հանցագործությունների մասին այդ տեղեկություններին եւ խնդրել ենք տրամադրել տեղեկություններ, թե ինչ է արվել այդ ուղղությամբ եւ նաեւ վերջերս ի հայտ եկած տեղեկատվական դաշտում նմանատիպ հայտարարությունները ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Դատախազից պատասխան կա։ Դեռ ոչ, մենք 2 օր առաջ ենք ուղարկել։ Պարոն Շարամանյան, շարունակվում են արցախցիների հանդեպ ատելության խոսք քարոզողները, բարբերաբար ատելության խոսք են քարոզում, ազգային ժողովում անընդհատ մեղադրանքներ են, մասնավորապես Ալեն Սիմոնյանն է շարունակում, Արարատ Միրզոյանն է կոնկրետ ձեզ մեղադրում ամեն ինչի մեջ, Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները, դուք այս ամենին ինչպես կարձագանքեք։ Գիտեք, նման հայտարարություններին մենք արձագանքել ենք տեղեկատվական շտաբով, դրանց ավելացնելու բան չունենք եւ մեր հասարակությունը նման արտահայտություններ անողներին շատ բովանդակալից պատասխան է տվել եւ թե դուք հետեւեք տեղեկատվական դաշտում ինչ ազդեցություն է ունեցել իրենց հայտարարությունները, կհասկանաք, որ ինչ բացասական երանգներ ունի դա։ Պարոն Շարամանյան, այսինքն դուք բավարարվել եք միայն հարցում ուղարկելով, չեք գնալու արցախցիների հետ դատախազության շենքի մոտ։ Այն ակցիայի մասնակիցները, որոնք պահանջում էին նաև, որ հանդիպումներ իրականացվի, մենք պատրաստ ենք աջակցել այդ հանդիպումները, որպեսզի կայանան ուժային կառույցների ղեկավարների հետ, պատասխանատու ուժային կառույցների։ Հիմա մենք կսպասենք նաև իրենց պատասխանը։ Ձեր եւ Սամվելի Բաբայանի հարաբերությունների պահանջագրի հիմնական առանցքային կետը շարունակում է մնալ, ես ասել էի արդեն, շարունակում է մնալ արցախցիների հավաքական վերադարձը պատմական հայրենիք Արցախ։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է, դուք ինչպես եք սա պատկերացնում, այս խնդրի լուծումը ինչպես եք պատկերացնում եւ նաեւ նշեցիք, որ հանդիպում եք ունեցել Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, նրանք ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ։ Մեր հավաքական վերադարձը դա միջազգային իրավունք է, դա պետք է մնա օրակարգում եւ այո, մենք իրավունք ունենք արժանապատիվ անվտանգ վերադարձ ապահովելու։ Այդ նպատակով ազգային ժողովի կողմից ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ես կարծում եմ, որ էֆեկտիվ աշխատանքներ են իրականացնում։ Դուք տեղյակ եք, որ վերջերս Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որի համաձայն պետք է խաղաղության կոնֆերանս իրականացվի, որտեղ կմասնակցեն եւ Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները։ Ձեր եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները ինչպես են եւ հնչող տեսակետները, որ օրեր առաջ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած ակցիան եւ այդ մարդիկ կապվում են նրա անվան հետ, ձեզ ինչ որ բան հուշում է կամ դուք ունեք փաստեր տվյալներ այդ մասով։ Ոչ, ես քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ եւ ինքը ինձ հանրահավաքի օրերին։ Ակցիայից անմիջապես հետո եւ ինքը վստահեցրել է, որ ինքը որևիցե կապ չունի այդ ակցիայի հետ եւ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել։ Մեր հարաբերությունները ինչպիսին են, իրենք Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հանդիսանում է երկրորդ քաղաքական ուժ Արցախի ազգային ժողովում եւ մեր հարաբերությունները հենց այդպիսին են։ Պարոն Շարամանյան, եւ այնուամենայնիվ Արցախի առանձին ներկայացուցիչների, քաղաքական գործիչների կողմից հնչում են տեսակետներ, որ այս իշխանության օրոք հնարավոր չէ Արցախը նորից վերադարձնել բանակցային առհասարակ այս իշխանությունները փակել են Արցախի էջը, հետեւաբար պետք է հեռանան։ Դուք կիսում եք այդ տեսակետները։ Ես այդ հարցին մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատասխանել։ Արցախի էջը փակելու մասին, դա չշարունակելու մասին, բաց հայտարարություններ է հնչել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այդ հայտարարությունները անողները ակնկալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը։
Ես էլ եմ ակնկալում։ Դուք Փաշինյանի հրաժարականը պահանջում եք Պարոն Շարամանյան։ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք այո ունենք մեր դիրքորոշումը, որը այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել։ Ինչու ինչն է կաշկանդում։ Ես կաշկանդված չեմ։ Հայաստանի անձնագիր ունեցող եւ այս պահին Հայաստանում բնակվող քաղաքացի եք եւ լիարժեք իրավունք ունեք։ Այո, բայց որպես Արցախի պաշտոնյա ես այս պահին կորեկտ չեմ համարում պատասխանել։ Փոխանցային պայքար բացառում եք, որ կսկսեք Ինչի համար։ իշխանափոխություն։ Ես ասեցի, իշխանափոխությունը կարող են պահանջել իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Կա միջազգային որևէ կառույց, պարոն Շարամանյան, որոնց հետ անձամբ աշխատում եք թեկուզ գերիների մասով, եթե դա բացի։ Այս բանը նպատակարարմատ չի դրա մասին խոսել որոշ հանգամանքներից ելնելով։ Ես ներողություն եմ խնդրում, Եվ այնուամենայնիվ ռազմագերիների մասով ինչ որ աշխատանքներ տարվում են, ինչ տեղեկություններ ունեք այդ թվում եւ այդ շինծուկ իրական գործերի ցուցմունքների կորզման որքան վտանգավոր դրանք կարող են լինել եւ ընդհանրապես նրանց ճակատագիրը ինչ է սպասվում։ Այո, այդ դատավարությունը շինծու է եւ մենք համարում ենք, որ որևէ իրավական հիմքեր դրանց իրականացնելու համար չկան, շատ բացասական ենք որ այնտեղ կորզվող ցուցմունքները կարող են օգտագործել նաև Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Շնորհակալ եմ ձեզ հարցերին։ Շնորհակալություն ժողովուրդ։